Բարև ձեզ, Factor TV-ի հյուրը ապրի Արմենիայի ավագ գիտաշխատող քաղաքագետ Բենյամին Պողոսյանն է, ողջույն, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ։ Հայաստանի իշխանությունները 2025 թվականը ամփոփելիս նշում են, հիշեցնում են, որ տարեսկզբին Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի էսկալացիայի վտանգը բավականին մեծ էր, բայց դա այսպես հիմնովին չեզոքացվել է օգոստոսի 8-ի մեծ գործարքով Վաշինգտոնում կայացած Թրամփի ուղի Հայաստան-Ադրբեջան նախաստորագրում արդյոք համաձայն եք եւ արդյոք հենց օգոստոսի 8-ն էր այն մեխային իրադարձությունը, որպես մասնագետ առանձնացնում եք որպես 25-ի կարևոր իրադարձություն։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Տեսեք, նախ հասկանանք ինչպիսին էր վիճակը 2025 թվականի սկզբին։ Իրոք կային ազդանշաններ Ադրբեջանից, որ հարգելի Հայաստան կամ դու կտաս ինձ ճանապարհ դեպի Նախիջևան եւ Թուրքիա իմ կարգավորումներով, այսինքն իմ պահանջած կարգավորումներով, կամ ես այդ ճանապարհը կբացեմ ռազմական ճանապարհով։ Ընդ որում 2025 թվականի սկզբին հասկանալ էր, որ կարծես թե շատ բարդ է լինելու Ադրբեջանին կանխելը։ Ռուսաստան, Իրան, եվրոպացի դիտորդներ, այն ժամանակ ոչ ոք չէր ասում, դե գիտեք, ինչ մեր մոտ եվրոպական դիտորդական առաքելություն կա, ինչպես կարող է Ադրբեջանը հարձակվել։ Այդ բոլորը դրված էր մի կողմ եւ հարձակման սպառնալիքը բավականաչափ բարձր էր։ Կառավարությունը գնաց որոշակի քայլերի, գիտեք, ընդունեց Ադրբեջանի պահանջները կամ կատարեց Ադրբեջանի պահանջները խաղաղության պայմանագրի հետ կապված, հիշում ենք այդ երկու կետերը, 6 ամիս մենք ասում ենք ոչ, իրենք ասում էին այո, ի վերջո մենք դա էլ ընդունեցինք մարտին, սակայն դա էլ չբավարարեց, որտեղ Ադրբեջանը ասում էր, արգելից ես չէի պատրաստվում հարձակվել քո վրա, որպեսզի դու համաձայնես իմ ասած խաղաղության պայմանագրի կետերին, մանավանդ որ այդ խաղաղության պայմանագիրը ինձ բացարձակ պետք չէ։ Ես պատրաստվում եի հարձակվել, որպեսզի դու տաս ճանապարհ իմ պահանջած կարգավորումներով։ Եվ ահա այս ընթացքում ի վերջո մենք ունեցանք 2025 թվականի օգոստոսի 8 եւ իհարկե հասկանալի է, որ հիմա մենք մտնում ենք 2026 էսկալացիայի շատ ավելի քիչ հավանականությամբ։ Սակայն հասկանանք ինչ տեղ ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին։ Նորից եմ ասում, Ադրբեջանի սպառնալիքը կամ ռեալ հնարավորությունը ուժ կիրառելու կապված էր հետեւյալ փաստի հետ։ Տվեք ինձ ճանապարհ իմ պահանջած կարգավորումներով։ Հիմա որոնք ինչ է նշանակում իմ պահանջած կարգավորում։ Մենք բազմիցս նախագահ Ալիևի կողմից գոնե վերջին 1.5 տարում լսել ենք, որ ադրբեջանցիները կամ ադրբեջանի քաղաքացիները պետք է Ադրբեջանից անցնել Նախիջևան եւ Նախիջևանից անցնել Ադրբեջան Հայաստանի տարածքով, ավելի կոնկրետ Սյունիքի մարզով, առանց տեսնելու որևէ հայի դեմք, այսինքն պետք է լինի զրո ֆիզիկական շփում։ Հիմա Ադրբեջանի պահանջը սա էր։ Եւ իհարկե նրանք անդադ շեշտում են Զանգեզուրի միջանցքը, սակայն բազմաթիվ ադրբեջանցի փորձագետներ հստակ ասում էին, որ արգելիներս, եթե խնդիրը անվանման մեջ է, ուզում եք դա կոչեք Գեղարքունիքի վերելակ ներողություն արտահայտության համար։ Մեր համար կարևոր կարգավորումներն են։ Հետեւաբար շատ լավ։ Չեք ուզում Զանգեզուրի միջանցք, մի կոչեք Զանգեզուրի միջանցք, բայց տվեք մեր պահանջած կարգավորումները։ Այն է, մենք Սյունիքի մարզով անցնելիս Ադրբեջանից Նախիջևան եւ հակառակողությամբ չպետք է տեսնենք որևէ հայի դեմք։ Հիմա մենք իհարկե չգիտենք թե ինչ կարգավորումներ են լինելու այս թրիփով, բայց նաև մենք կարող ենք ենթադրել, որ գուցե եւ իրոք ադրբեջանցիները հայի դեմքեր չտեսնեն, որովհետեւ տեսեք, մի քանի անգամ նաև վարչապետը, եթե ճիշտ եմ հիշում, կարծես ասել էր, չէ, որ հիմա դեկան տեխնիկական ժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս, որպիսի մարդկային շփումը դառնա զրո։ Ամենայն դեպս նման հայտարարություններ արվել են, որ կան տեխնիկական հնարավորություններ, որոնք մարդկային շփումը սահման անցնելուց այդ անձնագրային ստուգում, մաքսային ստուգում կան ինչ-որ էլեկտրոնային սկաներներ, չէ, կան, այսպես ասենք, այլ սարքավորումներ եւ այլն։ Եվ ասում են պարտադիր չի, որ մենք այդ ադրբեջանցիներ մազերից քաշենք, այսպես բզբզենք հասկանալու։ Հիմա, որպեսզի հասկանանք, թե ամեն դեպքում ինչ է տեղ ունեցել օգոստոսի 8-ին եւ հիմա որ պատերազմի հավանականությունը շատ քիչ է, դա նշանակում է, որ պարզապես Ադրբեջանը հրաժարվել է իր պահանջներից, թե Ադրբեջանը հույս ունի կամ Ադրբեջանին ասվել է, որ ամեն դեպքում քո պահանջները կբավարարվեն, մենք պետք է սպասենք եւ տեսնենք կարգավորումներին։ Այսինքն կարգավորումները հայտնի չեն, մենք ընդհանրապես գիտենք, որ լինելու է հայ-ամերիկյան ընկերություն, չէ, որը գրանցվելու է Հայաստանում, որը կարծես թե լինելու են Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները, լինելու են այդ ընկերության բաժնետերեր, եւ այդ ընկերությանը տրվելու է ճանապարհների, երկաթգծի, ավտոճանապարհի, գուցե նաեւ ինչ-որ նավթագազամուղերի կառուցման եւ շահագործման իրավունք 49 կամ 99 տարով։ Ամենայն դեպս դա մենք գիտենք, բայց ինչպիսին են լինելու կարգավորումները չգիտենք։ Հետեւաբար որպեսզի մենք հասկանանք այն, որ հիմա Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի վտանգը բազմակի անգամ փոքր է, դրա պատճառը ո՞րն է։ Պատճառը նա է, որ Ադրբեջանը հրաժարվել է ռազմական էսկալացիայի սպառնալիքից եւ միևնույն ժամանակ հրաժարվել է իր պահանջներից,
թե պատճառը նա է, որ Ադրբեջանը ենթադրում է, որ այն ինչին կողմերը հասել են Վաշինգտոնում, տեղավորվում է իր, այսպես ասենք, պատկերացրած կարգավորումների մեջ, այսինքն կլինի անցում, որտեղ ադրբեջանցիները չեն տեսնի հայի դեմք։ Կներեք, բայց Ադրբեջան պետք է հաշվի նստի հայ-ամերիկյան համաձայնեցումների եւ կարգավորումների հետ, չէ՞ որ Ադրբեջանի արտգործնախարարն էլ ասում էր, որ օրինակ Հայաստանը մեզ տեղեկացրել է, որ Ռուսաստանը կապ չունի դրա հետ, ամերիկյան կողմի հետ է քննարկում, այսինքն որոշակի տեղեկատվության ակնկալիք կա հայ-ամերիկյան շփումներից Բաքվի մոտ, իսկ դա այսպես առաջին հայացքից գոնե տպավորություն է ստեղծում, որ նրանք ինչ որ իմաստով պիտի որ հաշվի նստեն հայ-ամերիկյան այսպես քննարկումների հետ, ինչ եք դուք մտածում։ Տեսեք, ինչքանով ես եմ այս մեխանիզմը պատկերացնում, առաջին հերթին կարգավորումները բնականաբար պետք է համաձայնեցվեն Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, գոնե այս պահի դրությամբ։ Սակայն, քանի որ այդ ճանապարհով ավելի կոնկրետ Ադրբեջանից Սյունիքով դեպի Նախիջևան տանող ճանապարհով հիմնականում կամ գրեթե բացառապես օգտվելու են ադրբեջանի քաղաքացիները, մի կողմ դնենք այն խոսակցությունները, որ միլիոնավոր տոննաբեռներ, չգիտեմ, Չինաստանից կամ այլ վայրերից հայտնվելու են Եվրոպա, այսպես ասենք, դա շատ հեռու ապագայի խնդիր է։ Կոնկրետ հիմնական ակտիվները դա Ադրբեջանն է, պետություն որպես եւ Ադրբեջանի քաղաքացիները։ Հետաբար իմ պատկերացման մեխանիզմը այսպեսին է. Ա. Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ որ բան համաձայնեցնում են միմյանց հետ, բայց թե Հայաստանը եւ թե Միացյալ Նահանգները գիտեն նաեւ Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Այնպես չէ, որ այդ դիրքորոշումը գաղտնի է։ Դիրքորոշումը հրապարակային է, որից հետո այդ դիրքորոշումը պետք է համաձայնեցվի նաեւ Ադրբեջանի հետ։ Այն իմաստով, որ եթե այդ դիրքորոշումը կամ ձեռք բերված կարգավորումները չեն բավարարում Ադրբեջանին, ապա բնականաբար Ադրբեջանը կասի կներեք, ես այդ ճանապարհից չեմ օգտվում։ Հիմա եթե Ադրբեջանը այդ ճանապարհից չի օգտվելու, ապա ինչ իմաստ ունի ընդհանրապես կառուցել այդ ճանապարհը։ Եվ քանի որ նորից եմ ասում, թե Հայաստանը թե, այո, իհարկե, որովհետև տեսեք, տարբերակ մեկ, Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները պայմանավորվում են, որ Ադրբեջանի քաղաքացիները Սյունիքի մարզով անցնելու են այնպես, ինչպես հիմա, ասենք, Վրաստանի քաղաքացիները Բագրատաշենի մաքսատոնով անցնում են Հայաստան։ Այսինքն մոտենում են մարդկանց, նստած են Հայաստանի քաղաքացիներ, նրանք ստուգում են անձնագիրը եւ այլն եւ այլն։ Ենթադրենք կարգավորումները այդպեսին են։ Հետո կարգավորումները հայտարարվում են, Ադրբեջանը ասում է, որ այդ կարգավորումները իր համար բացարձակապես ընդունելի չեն եւ ոչ մի ադրբեջանի քաղաքացի եւ ոչ մի ադրբեջանի, այսպես ասենք, բեռ կամ բեռնատարի վարորդ այդ կարգավորումների համաձայն չի անցնելու։ Ինչ է տեղի ունենում այդ դեպքում, այսինքն կառուցվում է երկաթգիծ, որից ոչ ոք չի օգտվելու, եւ երկրորդ, Ադրբեջանը կարող է հայտարարել, որ քանի որ փաստացի իր պահանջած կարգավորումների չկան, այսինքն ինքը չունի ճանապարհ, ստացվում է, որ 2025 թվականի օգոստոսի պայմանավորվածությունն էլ ճանապարհի բացմանը չհանգեցրեց եւ առնվազն այն պահից հետո երբ Թրամփը կհեռանա Սպիտակ տնից, եթե ոչ ավելի շուտ գոնե Թրամփի Սպիտակ տնից հեռանալուց հետո, մենք կարող ենք հետ գալ 2025 թվականի հունվարի իրավիճակին, երբ ինչպես Հայաստանի կառավարությունն է ասում, Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման հավանականությունը բավականաչափ մեծ էր։ Ընդ որում այստեղ նաև մի լուր պահ կա, որ հիշում եք, որ ամբողջ 2023-24 թվականին ընթանում էին ինտենսիվ բանակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվրամիության, իսկ 23 թվականի հուլիսից հետո Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Բայդենը նույնիսկ նամակ հղեց Փաշինյանին եւ Ալիևին եւ Բլինկենն էլ Վաշինգտոնում հանդիպումներ էր կազմակերպում, եւ այդ բոլոր հանդիպումներից հետո մենք լսում ենք, որ զգալի առաջընթաց է ապահովել եւ խաղաղությունը շատ մոտ է։ Այսինքն թե 23-ի վերջին եւ թե 2024-ի վերջին շատ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետությունում հայտարարում են, որ խաղաղ բանակցությունները ընթանում են շատ հաջող եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը շատ մոտ է։ Հետո հանկարծ 2025-ի հունվարին պարզվեց, որ ընդհանրակը ոչ թե կարգավորումն է շատ մոտ, այլ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն է շատ մոտ։ Հետևաբար այստեղ էլ ցանկացած հայտարարության, որը հնչում է տարբեր կողմերից, նոր ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Ադրբեջանի կառավարության, այս մեր առնվազն վերջին 5 տարիների պատմությունը, սկսած 2020 թվականի 44-օրյա պատերազմից, մեզ նաև հուշում է, որ պետք է, այսպես ասենք, որոշակի զգուշությամբ մոտենալ ցանկացած նմանատիպ հայտարարության։ Եկեք մեր անվտանգային միջավայրի Ադրբեջան-Թուրքիայի հետ հարաբերությունների ներքաղաքական ասպեկտին էլ անդրադառնանք, այստեղ կամաձայնեք եք, որ գնահատականները ծայրահեղ տարբեր են։ Եթե Հայաստանի իշխանությունը չափազանց լավատես է, ասում է, խաղաղություն է հաստատվել, տեսեք, բենզին ենք բերում, ցորեն ենք բերում, վաղը մենք Ադրբեջանին ապրանքներ կվաճառենք եւ տնտեսական գործակցություն է, որ հիմնային խաղաղություն է բերում, չենք տեսել խաղաղություն, չգիտենք ինչպես ապրել, եկեք սովորենք, ապա ընդդիմությունը, հատկապես խորհրդանական այսօրվա ընդդիմությունը ավելի, ասես, զգուշավոր է կամ չասեմ վատատես է,
հիմնվելով նախորդ փորձի վրա, որ Ադրբեջանը կարող է ինչ-որ պոզիտիվ քայլեր անել, բայց նաև չխուսափել ռազմական ագրեսիայի հավանականությունից, եթե դրա միջավայրը ստեղծվի միջազգային իրադրությունում, ինչպիսի ընկալումներ կան ներհայաստանյան քաղաքական դաշտում, այս հարցը դիտարկենք նաև 26-ի ընտրությունների համատեքստում, արդյոք հենց այս թեման է լինելու գլխավոր մեխային հարցը, ըստ որի նաև Հայաստանի քաղաքացիները կողմնորոշվելու են ընտրատեղամասերը։ Տեսեք, ընդհանրապես քաղաքականության եւ աշխարհաքաղաքականության մեջ կա նարատիվ եւ կա իրականություն։ Նարատիվ ասելով նկատի ունեմ այն ինչ ներկայացվում է եւ այն ինչ իրական է։ Բայց այստեղ կա եւս մեկ խնդրեմ, որ ցանկացած մարդու համար, եթե ինքը հավատում է նրան, ինչ ներկայացվում է, նրա համար այդ ներկայացվածը, եթե դա ինքը ընդունում է որպես իրականություն, դա արդեն իրական է։ Հետաբար մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ շատ կոպիտ ասած Հայաստանում կա 3 միլիոն տարբեր իրականություն, որտեղ ցանկացած մարդ ինչ որ մի կերպ է ընկալում իրեն մատուցված ինֆորմացիան, դրա հիման վրա իր մոտ ձևավորվում է իրականության որոշակի պատկերացում։ Եվ շատ տարբեր մարդկանց մոտ այդ պատկերացումները կարող են լինել տարբեր, եւ ես հասկանում եմ ինչքան բարդ է մարդկանց համար հասկանալ թե լավ իրականում որն է իրականը։ Եթե ամեն մարդու ուղեղում կա ինչ որ իրականության ձևավորված մի պատկեր, եթե ստանում ենք տարբեր իրար հակասող ինֆորմացիոն հոսքեր, դրա հիման վրա ձևավորվում է ինչ որ իրականության պատկեր, որը գուցե իրականը չէ, բայց ոնց հասկանալ հիմա ինչն է իրական։ Ադրբեջանը եւ բենզին է վաճառում եւ տարանցման արգելք է վերացնում եւ Գյոքչայից է խոսում եւ Արմենիան Ադրբեջան։ Բոլորը իրական են, բայց այո, եւ նաեւ շարունակում է դատավարությունը եւ նաեւ մենք լսում ենք Արմենիան Ադրբեջանի մասին եւ այլն եւ այլն։ Եվ խոսում է խաղաղությունից եւ այսպես։ Այո, Թուրքիան եւ Հայաստանը վերջին 4 տարում գրեթե ամեն օր հայտարարում են, որ հարաբերությունների կարգավորումը ընթանում է առանց նախապայմանների, բայց գրեթե ամեն օր նաև Թուրքիայի նախագահ եւ Արգոս նախարարը ասում են, որ կան նախապայման, Ադրբեջանի, այո, որ Ադրբեջանի բոլոր պահանջները պետք է բավարարվեն, եւ ես իրոք հասկանում եմ, որ նույնիսկ մասնագետների համար է շատ բարդ կողմնորոշվել, վերջին հաշվով իրականություն կա, թե մենք լրիվ հայտնվել ենք ինչ-որ մատրիցայի մեջ, որտեղ իրականությունը չկա։ Հետևաբար փորձենք հենվել անդառարկելի փաստերին, որտեղ անկախ նրանից ով ինչ պատկերացումներ ունի, բայց փաստեր կան, որոնք ոչ ոք հերքել չի կարող։ Հիմա եթե նայում ենք Ադրբեջանի դիրքորոշումը, տեսեք, օրինակ, նախ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում վերջին 2 տարում մի շարք դրական զարգացումներ եղել են, փաստեր։ Օրինակ, 2023 թվականի դեկտեմբերի հայտարարությունը, երբ մոտ 32 գերիներ վերադարձվեցին, մենք համաձայնվեցինք, որ COP29-ը կլինի Բաքվում։ Դա փաստ էր, դա դրական զարգացում էր։ Հետո 2024 թվականի մարտ-ապրիլ-մայիսյան գործընթացը, որի արդյունքում 12 կիլոմետր կամ 12.7 կիլոմետր հատված կարծես թե դելիմիտացվեց։ Առանց պատերազմի։ Առանց պատերազմի, դա էլ է փաստ։ Հիմա թվում է, որ այդ փաստերը, որոնք անհնար է հերքել, պետք է բերեին նրան, որ իրոք հարաբերությունները որոշակի մեղմվեն եւ գնային դրական զարգացման։ Սակայն նաեւ փաստ է, որ 2025 թվականի սկզբին կար զգալի մեծ վտանգ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների լայնածավալ հարձակման։ Ինչ եմ ուզում ասել, որ փաստերը ցույց են տալիս, որ այսպես ասենք, փոքր քայլերը, որոնք իրոք դրական են, այսինքն ոչ ոք չի ասում, որ 23 թվականի դեկտեմբերի հայտարարությունը դրական չէր։ Նման բան ոչ ոք չի պնդում, բայց նաև կյանքը ցույց է տալիս, որ փոքր դրական քայլերը չեն ստեղծում որակական փոփոխություն եւ չեն վերացնում այն հիմնական վտանգը, այսինքն այն մահակը, որը Ադրբեջանը մեր գլխին անընդհատ կախած է պահում, որ եթե դες խելոք չպահեք, ես մի քիչ պրիմիտիվ եմ ասում, եթե դες խելոք չպահեք, ինչպես 2020-ին եւ ինչպես 2023-ին մահակը կիջնի ձեր գլխին։ Այսինքն փոքր դրական քայլերը չեն չեզոքացնում Ադրբեջանի ձեռքի մահակը։ Սա արձանագրենք որպես մեկ փաստ։ Հետևաբար հիմա տարատեսակ քննարկումներ կան, արդյոք դրական է, որպեսզի Ադրբեջանի տարածքով մենք կարողանանք ապրանքներ արտահանել այլ երկրներ կամ հետ ստանալ։ Իհարկե դրական է իմ գնահատմամբ, ընդ որում ես դա չեմ գնահատում տնտեսական առումով, որովհետև տնտեսագետ չեմ։ Սակայն սա լրիվ տեղավորվում է այդ փոքր քայլերի մեջ, այսինքն, տեսեք, մենք հիմա կարող ենք ամեն օր Ադրբեջանի տարածքով ստանալ ցորեն կամ այլ ապրանքներ Ռուսաստանից, Ղազախստանից, նույնիսկ տեսականորեն Չինաստանից, գա Ղազախստան, հետո Կասպից ծովով Ադրբեջանով գա։ Բայց դա այդ մահակը չի վերացնում, որ ցանկացած պահի, երբ օրինակ մենք խոսում ենք այս թրիփի կարգավորումների մասին։ Ցանկացած պահի, երբ այդ կարգավորումները Ադրբեջանին դուր չգան, Ադրբեջանը ասել է շատ լավ, դուք 300 օր, 300 վագոն Ղազախստանի եւ Ռուսաստանի ցորեն ստացաք, շատ լավ էր, բայց եթե իմ կարգավորումները չեք ընդունում, վաղը ես հարձակվում եմ։ Այսինքն իմ գնահատմամբ իրականությունը սա է։ Մենք տեսնում ենք փոքր քայլեր, դրական քայլեր, սակայն դրանք որակական փոփոխության չեն բերում եւ չեն վերացնում այն հիմնական սպառնալիքը, որը կախված է մեր գլխին, այն է։ Ցանկացած պահի Ադրբեջանը ասում է, «Չանեք այն, ինչ ուզում եմ, ձեզ ծեծելու եմ այնպես, ինչպես ծեծել են 2020 եւ 23 թվականին»։ Ներքաղաքական դերակատարները ինչքանով են ադեկվատ, պարոն Պողոսյան, 25-ի
մեր ներքաղաքական դիսկուրսը ինչ ցույց տվեց, արտաքին մարտահրավերն են կրնել, որովհետև երբեմն կարելի է այնպիսի մեկնաբանություններ լսել, դրանք ֆանտաստիկայի ժանրից են, հեքիաթների ժանրից են, առակների ժանրից են հաճախ կամ էլ ինչ ժանր կա գրական, չափածո եւ այլն։ Եվ այլն, այո, արձակ եւ ֆանտազիա եւ այլն։ Այսինքն այդ ապակողնորոշվածությունը հանրության ավելի է մեծանում քաղաքական մանիպուլյացիաների արդյունքում եւ 26-ի ընտրությունները հիանալի դաշտ են բացում հենց այսպիսի դերակատարների համար։ Լիովին համաձայն եմ, բայց տեսեք, ընդհանրապես մենք հիմա ապրում ենք, այսպես ասենք, չգիտեմ, ասում են հետ ճշմարտության աշխարհում կամ ռիլի դարաշրջանում ենք։ Այո, ռիլի դարաշրջանում ենք ապրում եւ վախենամ սա միայն Հայաստանի բնորոշ չէ, այսինքն քաղաքական կուսակցությունները, որոնք ցանկանում են ստանալ մարդկանց ձայներ, իսկ հասկանալի է, որ բոլոր կուսակցությունները, որոնք մտադիր են մասնակցեն ընտրությունների, ցանկանում են ստանալ ձայներ։ Բայց կարելի է մարդկանց չհաբեկելով ձայներ ստանալ են։ Կարելի է չհաբեկելով ձայներ ստանալ, բայց օրինակի համար կարելի է մարդկանց համար ստեղծել կեղծ իրականություն եւ դրա շնորհիվ ստանալ ձայներ։ Ընդ որում կեղծ իրականությունը կարող է լինել պոզիտիվից մինչև ծայրահեղ նեգատիվ։ Այսինքն ես կարող եմ ստեղծել կեղծ իրականություն, որ արդեն խաղաղություն է, եւ հասկանալով, որ մարդիկ այս 5 տարում ինչքան են հոգնել պատերազմից, պատերազմի հնարավոր սպառնալիքից, հասկանում եք, 5 տարի նշանակում է մոտավորապես 1800 օր։ Այսինքն 1800 օր միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացին ամեն առավոտ արտանում է, մտնում է սմարթֆոն, որ տեսնի ինչ որ կրակեն է, սպանել են, հարձակվել են, թե չէ։ Հավատացում եմ, թե ցանկացած նորմալ երկրում մի շաբաթ մարդ այս վիճակում ապրեր, նրան առնվազն 3 ամիս կուղարկեն հոգեբանի մոտ։ Հիմա մենք ոչ թե ապրում ենք այսպես մի շաբաթ, այլ տարին 52 շաբաթ անգամ 5, մոտավորապես 270 շաբաթ, այսինքն բոլոր հոգեբանական առումներով մենք բոլորս գտնվում ենք ստրեսի, այսպես ասած, հնարավոր բոլոր սահմաններից այն կողմ։ Հիմա այս պայմաններում, եթե դու մարդուն ապրում ես հարգելիս, այլևս վերջ, քո այս 1800-օրյա մղձավանջ ավարտվեց, դու այլևս կարիք չունես ամեն առավոտ նայել հեռախոսին եւ տեսնել Ադրբեջանը հարձակվեց, կրակեց, սպանեց, հատկապես եթե քո երեխան կամ քո բարեկամների երեխան սահմանում է եւ տեսականորեն այդ սպանվածը լինելու է քո երեխան կամ քո երեխայի ազգականը, բնական է, որ մարդկանց մեծ մասը կասի վերջապես այս մղձավանջից ես ազատվեցի եւ կասի շատ լավ, եթե իրոք ազատվել ենք, ուրեմն այն մարդը, որ այս մղձավանջից մեզ ազատեց, ուրեմն ինքը արժանի է, որպեսզի շարունակի ղեկավարել, նույնիսկ արդեն կարևոր չի, բայց գուցե այդ մարդը, որ ինձ մղձավանջը ստեղծել էր, դա արդեն որտեղ մարդիկ ամեն դեպքում հակված են դեպի ապագան, չէ՞, բոլորը ասում են, դե անցյալը է, ոչինչ անցյալում փոխել չես կարող, մի նայր անցյալ, նայր ապագա։ Այո, հիմա սա տարբերակ 1։ Տարբերակ 2, դու կարող ես ստեղծել մեկ այլ իրականություն, որտեղ դու կարող ես ասել, որ ոչ այդ մղձավանջը ամեն օր շարունակվում է եւ նույնիսկ այս մղձավանջը նույնիսկ 1%-ով չի նվազել, նույնիսկ ընդհակառակ ավելացել է եւ հետաբար 2026-ին, 27-ին, 28-ին դու չգիտեմ, ոչ միայն առավոտյան, այլև երեկոյան քնելուց առաջ էլ պետք է մնաց հեռախոսին նայես, որ տեսնես պատերազմ սկսվել է թե չէ։ Հետաբար եթե իշխանափոխություն չլինի, Հայաստանը այո, եթե իշխանափոխություն չլինի, դա ում ասեմ, դες բոլոր Հայաստանի դիմությունների բնորոշ նարատիվն է։ Եթե մենք չգանք իշխանության, երկիրը կկործանվի այսպես։ Այո, բայց հիմա մի բան որ Հայաստանը մոռանան գնանք Միացյալ Նահանգներ, որը աշխարհի ամենազոր պետությունն է, տեսեք, հիմա նախագահ Թրամփն էլ նարատիվն է ստեղծել, չէ՞։ Նա ասում է, ես ավարտել եմ 8 պատերազմ։ Եվ ստեղծել է նարատիվ, որին տասնյակ միլիոնավոր մարդիկ հավատում են։ Սակայն ամենատարրական փաստերը ցույց են տալիս, որ իր, այսպես ասած, դադարեցված 8 պատերազմներից գրեթե ոչ մեկն էլ իրականություն չի։ Դեռ չէր էլ սկսվել է։ Օրինակ, եթե ինքը ասում է դադարեցել եմ Հայաստան-Ադրբեջան պատերազմը, այնպեսի տպավորություն է, որ Տրամփը դադարեցրել է պատերազմը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, ոչ թե 2025 օգոստոսի 8-ին, երբ որ արդեն մի տարուց ավելի կրակոց էլ չկար։ Եվ Հայաստանն ու Ադրբեջանն են սևագիր գործը արել, համաձայնեցել են խաղաղության պայմանագիրը, դրանից առաջ կային հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ խմբեր եւ այլն եւ այլն։ Ասել որ Տրամփը Իրան-Իսրայել պատերազմն է դադարեցել, դա ինձ թվում է կներեք մի քիչ սկայլի ասել նույնիսկ ծաղրանք է բանականության հանդեպ, հաշվառնելով որ պատերազմ եղավ։ Կամբոջա, Թայլանդը մենք տեսնում ենք որ նորից անդադ պատերազմի մեջ են։ Մի խոսքով, բայց այսինքն եթե նախագահ Տրամփը լինելով աշխարհի ամենահզոր պետության ղեկավար, Ալբանիան շատ իրական է թվում։ Ինչ եմ ուզում ասեմ, եթե Միացյալ Նահանգների նախագահը իրեն կարող է թույլ տալ ստեղծել վիրտուալ իրականություն եւ դրանով այսպես ասենք, ինքը նույնիսկ ընտրվելու կարիք էլ չունի, որտեղ համանդրություն թույլ չի տալիս, բայց ասենք 2026 թվականի կոնգրեսի ընտրություններ կան եւ Պարզ է Տրամփը ցանկանում է, որ հաջորդ ընտրություններում իր կողմնակից ընտրվի։ Եթե Միացյալ Նահանգների նախագահը ինտենսիվորեն զբաղվում է վիրտուալ իրականության ստեղծմամբ, որպեսզի մարդիկ, այսպես ասենք, հայտնվեն մատրիցայի մեջ եւ ասեն, այո, Տրամփը ամենախաղարար մարդն է, կեցցե նա, մենք պետք է քվեարկենք հանրապետական կուսակցության օգտին, կամ այն մարդու օգտին, ում ինքը կասի, որ քվեարկեք, օրինակ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ապա ինչու օրինակի համար Հայաստանի վարչապետը կամ Հայաստանի ընդդիմությունը չի կարող ստեղծել այդ վիրտուալ իրականություն։ Տեսեք, եթե անդրադառնանք նաև 26-ի ընտրություններին, ամեն դեպքում շատ
չխորանանք ուժերի հարաբերակցություն, դա վստահ եմ մենք առաջիկա ամիսներին հնարավորություն կունենանք անելու, որ թրենդի, այսպես, նարատիվի շուրջ է լինելու ձեր կարծիքով մրցակցությունը եւ քաղաքացիները ինչպիսի հակվածություն ունեն։ Արդյոք հակված են ամեն դեպքում փաստեր ճշգրտել, հասկանալ իրապես տվյալ գործիչը, երբ որ ոսկե սար է խոստանում, արդյոք այդպիսի բան հնարավոր է, թե քանի որ նա է խոստանում, իրոք դա հնարավոր է։ Կարող ենք այսպիսի դատողություններ անել։ Ես տեսնում եմ երկու տրենդ։ Առաջինը, եթե Հայաստանի ներքաղաքական ներսում անդրադառնանք, հիմնական տրենդը կլինի նա, որ ամեն դեպքում վերջին 8 տարիներին, իսկ 2026-ի հունիսին կլինի արդեն 8 տարի ինչ քաղաքացիական պայմանագիր իշխանության է, չէ՞, ուղիղ 8 տարի կամ 8 տարի 1 ամիս, որ վերջին 8 տարիներին առնվազն մարզերում տեղի ունեցել մարդկանց կյանքի որակի բարելավում, առաջին հերթին պայմանավորված ենթակառուցվածքների բարելավմամբ, որոնց նկատի ունեմ միայն այդ ասֆալտը, որի մասին բոլորն են խոսում, այստեղ խոսքը վերաբերում է դպրոցների, մանկապարտեզների վերանորոգում, ռոռոկման ցանցեր, լուսավորություն եւ այլն, այսինքն Երևանից դուրս տեղի է ունեցել ենթակառուցվածքների որոշակի բարելավում եւ մարդկանց կյանքի որակի բարելավում։ Դա տրենդ համար 1, ընդ որում դա ինձ թվում է իրականությանը բավականաչափ մոտ է, այսինքն այստեղ առանձնապես շատ վիրտուալ իրականություն ստեղծելու կարիք երևի թե չկա։ Պետք է գնալ գյուղ եւ տեսնել ինչ որ։ Ես կասեի գյուղեր ոչ միայն գյուղ, այսինքն գյուղեր կամ փոքր քաղաքներ եւ այլն։ Վերջինս բոլորս էլ մեքենա ենք վարում եւ ժամանակ առ ժամանակ գոնե Երևանից դուրս գալիս ենք։ Եվ երկրորդ տրենդը, որ արդեն հաստատված է խաղաղություն եւ այս նստեջ այդ 5 տարվա մղձավանջը, երբ որ դուք ամեն առավոտ սարսափով նայում եք ձեր սմարթֆոնին, հիմա արդեն դուք ամեն առավոտ կարող եք ժպիտով նայել սմարթֆոնին եւ Instagram-ում ինչ-որ reels նայել։ Երկրորդ նարատիվը կլինի դա, որ 5 տարվա կամ 1850 օրյա մղձավանջը ավարտված է։ Ինձ թվում է դա երկու նարատիվներն են եւ երևի, այսպես ասենք, ոչ իշխանությունը կամ անդիմությունը կփորձի նախ հակազդել այս երկու նարատիվներին, բայց այստեղ ինձ թվում ամենախնդիրն է, որ գոնե իշխանությունը ունի երկու նարատիվ, որոնցից մեկը իրականությանը զգալիորեն մոտ է, մյուսը մի քիչ վիրտուալ, բայց ամեն դեպքում դրանք կան։ Հիմա անդիմությունը կարող է այս երկու նարատիվներին հակազդել պակաս կամ ավել հաջողությամբ։ Սակայն ես առայժմ չեմ տեսնում, թե իսկ անդիմության նարատիվը, թեկուզ այդ վիրտուալ իրականություն, լավ, եթե խաղի կանոնները այնպես են, որ բոլորը պետք է ստեղծեն վիրտուալ իրականություն, օքեյ, բայց ո՞րն է անդիմության վիրտուալ իրականությունը։ Կարծես անդիմությունը հիմնականում այժմ պայքարում է քաղաքացիական պայմանագրի ստեղծած վիրտուալ կամ կիսավիրտուալ իրականության դեմ, բայց արդյոք դա բավարար է։ Մարդիկ ասեն լավ, դու պայքարում ես, ասում ես սա վիրտուալ է, շատ լավ, իսկ քո առաջարկած ինչ է։ Այդ այնքան էլ չի։ Իսկ ինչ է առաջարկում։ Արժանապատիվ խաղաղություն, եթե կարճ ձևակերպենք, ազգային արժեքների պահպանություն, ավելի պահպանողական եւ ազգայնական դիսկուրսների մեջ է Արցախի հայեր, մենք վերադարձ ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը, ուրացում, եկեղեցու թեմատիկա, բայց արդյոք սրանք հաղթաթղթային տրամաբանություններ կարող են լինել։ Տեսեք, նախ սրանք են հիմնականում տեղավորվում հակայի մեջ, որտեղ վերջին ասով այո, կառավարությունը պայքարում է եկեղեցու դեմ, կառավարությունը ասում է ես բարեփոխում եմ եկեղեցին, ընդդիմությունը ասում է դու քանդում ես, բայց դա էլի հակայի մեջ է, այսինքն պայքարում ես կառավարության նարատիվի դեմ, չէ՞, որ սա ոչ թե եկեղեցու բարեփոխում է, այլ եկեղեցյան կործանում։ Առաջադրում, այլ հիմա նույնիսկ արժանապատիվ խաղաղությունը ամեն դեպքում դա խաղաղության ինչ-որ մի ենթատեսակ է, բայց մի այստեղ հիմնարար խնդիր կա, որ հստակ որևէ մեկը չի ներկայացրել ինչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն։ Հստակ ես նկատի ունեմ, օրինակ բուլետներով, գիտեք չէ, PowerPoint presentation-ների ժամանակ որ ասում են հստակ բուլետները, օրինակի համար բերեք 10 բուլետ, առաջին ոչ ավել քան 2 տող, երկրորդ ոչ ավել քան 2 տող, 20 տող, 10 բուլետ, բացեք ինչ արժանապատիվ խաղաղություն։ Ես գոնե նման հստակ բանի չեմ հանդիպել։ Կարելի ասել դա ընդդիմության խնդիրն է լինելու 26-ին, որ չեն կարողանում բացատրել ինչով է տարբերվում իրենց խաղաղությունը Փաշինյանի առաջարկած խաղաղությունից։ Կասեմ, որ ընդհանուր կարծես ընդդիմության խնդիրը լինելու է նա, գոնե ինչքանով ես եմ հասկանում, որ իրենք չեն կարողանում ստեղծել իրենց առաջարկը։ Նորից եմ ասում, իրենք պայքարում են կառավարության ստեղծած կիսավիրտուալ, մասամբ վիրտուալ կամ բացարձակ վիրտուալ իրականության դեմ, բայց բացի նրանից, որ դու պետք է պայքարես, ասես գիտեք, ինչ սա վիրտուալ իրականություն է։ Հիմա պատկերացրեք, ինչ որ մեկը գա մեր ստուդիա, ասի հարգելիներս, սա բացարձակ իրականություն չէ, դուք վիրտուալ իրականության մեջ եք, մենք ասենք լավ, շատ լավ, բայց հիմա իրականությունը ո՞րն է լավ։ Մենք որ հիմա ստուդիայում ենք, դա վիրտուալ իրականություն է։ Հիմա իրականությունը ո՞րն է։ Մենք նստած ենք Ձորում, չգիտեմ, Մարսում ենք, լուսնի վրա ենք։ Այդ դա այնքան էլ հստակ չէ, այսինքն անդիմությունը ինչ ասում, իսկ ընդհանրապես եթե անդիմությունը ասի, որ գիտեք ինչ կա, դա մի հակառակ բան էլ կա, որ անդիմությունը կարող ասել իրականությունը նա է, որ մեկը Ադրբեջանը հարձակվելու է, Թուրքիան էլ Ադրբեջանին օգնելու է, սակայն եթե դու ընդհանրապես դա ես ասում, ապա մարդկանց հարց առաջանում, բայց այսինքն ստացվում է անիլանելի վիճակ, լավ, եթե Ադրբեջանը այսպես այնպես հարձակվելու է, Թուրքիան էլ Ադրբեջանին օգնելու է,
Ադրբեջան գումարած Թուրքիա բավականաչափ ուժեղ են, դա նշանակում է մենք պետք է ունենանք ինչ-որ դաշնակիցներ, բայց որոնք են ռեալ դաշնակիցները եւ մարդիկ տեսնում են, որ նույնիսկ Ուկրաինան, որ այս 4 տարի ոչնչացվում է, եւ կարծես թե վայելում էր ամբողջ քաղաքակիրթ տարեմուտքի աջակցությունը, նույնիսկ այնտեղ որևէ մեկը ռեալ երաշխիք չի տալիս։ Դրա համար դա էլ մի փոքր բարդ կլինի ասել, որ այո, իրականությունը նա է, որ 2000 որ Տրամպի գնալուց հետո 2029-ի հունվարին ստեղծվել է նոր լայնածավալ պատերազմ։ Ու մարդիկ ասեն ինչ, այսինքն մինչև 2029 թվականի հունվարը տոմսեր առնենք Հայաստանից գնանք։ Չապրենք մինչև այդ օրը, սպասենք, տեսնենք ինչ է տեղի ունենում եւ ամփոփելով որը կհամարեք 26-ի գլխավոր արտաքին քաղաքական կամ եթե այդպիսիք կան իհարկե անվտանգային մարտահրավերները այն թաքնված է մեր տարածաշրջանում, թե օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմում, միգուցե հարավում, Իրանում կարող ենք այդպիսի կանխատեսում անել 26-ի համար։ Բավականաչափ կա հավանականություն, ես հիմա բացարձակ տոկոսների մասին չեմ խոսի, որտեղ դա լրիվ մանիպուլատիվ կլինի։ Կա հավանականություն նոր իրանա-իսրայելական պատերազմի եւ բացարձակապես անհայտ է թե դա ինչ ավարտ կունենա, չգիտեմ, կտևի կարող է տևել 12 օր, կարող է տևել 6 օր, կարող է տևել 60 օր, կարող է ավարտվել Իրանի քայքայմամբ, կարող է չավարտվել Իրանի մասնատմամբ, բայց դա բնականաբար սպառնալիք է, դա մեկ։ Երկրորդ, իհարկե ռուս-ուկրաինական պատերազմը ուղղակիորեն մեր վրա ուղղակիորեն չի ազդում, չնայած իհարկե Ռուսաստանի թուլացումն էր նաև էական պատճառը, որ Ադրբեջանը կարողացավ Արցախը ոչնչացնել 2023 թվականին, որտեղ հասկանալի է, որ դա լուրջ հարված էր Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերին, եւ եթե Ռուսաստանը հնարավորություն ունենար, տրամաբանություն հուշում է, որ դա պետք է թույլ չտար, բայց ամեն դեպքում ռուս-ուկրաինական պատերազմը եթե շարունակվի, հասկանալի է, որ Ռուսաստանը լավագույն դեպքում ունենալու է այն դիրքեր, ինչ հիմա, իրանք բավականաչափ թուլացած են, դա մեր համար լավ է թե վատ, այստեղ էլ իհարկե վիճելի է, բայց ամեն դեպքում դա էլ է սպառնալիք։ Սակայն ինձ թվում է ամենակարևոր խնդիրը մեր համար, որ մենք ես իհարկե հասկանում եմ, որ կան 26 թվականի ընտրություններ եւ պետք է ստեղծել վիրտուալ իրականություն, մենք դրա մասին խոսեցինք, այո, 6 ամիս դրանով ենք ապրելու, բայց առնվազն պետք է փորձենք, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան են ստեղծում վիրտուալ իրականություն, բայց իրենց վիրտուալ իրականությունը դա նաեւ որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենք խաղաղասեր պետություններ են, տեսեք այլև ինչ է ասում, չէ, որ խաղաղության պայմանագիրը, բանակցությունները մենք ենք սկսել, պայմանագիրը տեքստը մենք ենք մշակել, մենք հաղթեցինք պատերազմ, մենք հաղթում ենք խաղաղություն։ Եվ Թուրքիան էլ է ասում, չէ, որ այո, ես շահագրգռված եմ Հարավային Կովկասում խաղաղությամբ, այսինքն Ադրբեջանի եւ Թուրքիայի վիրտուալ իրականությունը դա նա է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան խաղաղասեր պետություններ են, որոնք ամեն ինչ արել են վերջին 20 տարում եւ ամեն ինչ անում են հիմա, որպեսզի Հարավային Կովկասում լինի խաղաղություն։ Իսկ մեր ամենակարևոր խնդիրը նա է, որ ներքաղաքական կամ այլ պատճառներից ելնելով մենք ամբողջովին չտեղավորվենք այդ իրենց ստեղծած վիրտուալ իրականության մեջ, եւ չասենք, որ այո, իհարկե մենք Թուրքիան էլ է շատ խաղաղասեր պետություն, Ադրբեջանն էլ է խաղաղասեր պետություն, մեր հարաբերությունները փայլուն են, բանակցությունները առաջընթաց են գնացել եւ այլն, այսինքն իմ մոտ երբեմն տպավորություն է ստեղծում, որ մենք ինչ-որ տեղավորվում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ստեղծված այդ վիրտուալ իրականության մեջ, որտեղ պետք է պահել, այսինքն գոնե քաղաքական։ Եվ ժամանակ առ ժամանակ գոնե ասել, որ հարգելիներս Թուրքիան արդեն 4 տարի է խոստացել է բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, որը ինքնին առանձնապես ոչինչ չի։ Հիմա ինքը 4 տարի, չկներեք 3.5 տարի։ 3.5 տարի։ Սակայն Թուրքիան առայժմ այդ հարցում ոչինչ չի արել։ Իդեպ մենք վերջերս 25 դեկտեմբերին Թուրքիա վերաբերյալ զեկույց հրապարակեցինք ապրի Արմենիայով եւ մեր գնահատականների համաձայն, որ իդեպ նաեւ հենված էր բազմաթիվ թե թուրք թե օտարազգի փորձագետների հետ հարցազրույցների հիման վրա, հանգեցինք նրան, որ Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը եղել է, կա եւ մնում է առաջինը Ադրբեջանը կոնցեպտի մեջ։ Այսինքն Թուրքիան ինչ էլ որ անի կամ չանի Հարավային Կովկասում, միշտ ելնելու է Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքից եւ Ադրբեջանի հետ իր քայլերը համաձայնեցնելու է, այդ թվում նաեւ Հայաստանի հետ կապված։ Եվ օրինակի համար Հայաստանի Հանրապետությունը փոխանակ անընդհատ ասի, որ այո, մենք Թուրքիայի հետ վերջին 4 տարում ունեցել ենք շատ հաջող եւ ֆանտաստիկ հաջող երկխոսություն, երբ որ անհասկանալի երկխոսության արդյունքները որոնք են, մանավանդ նորից եմ ասում, ամեն անգամ հանդիպումներից հետո հայտարարվում է, որ նախապայմաններ չկան, հաջորդ օրը Թուրքիան ասում է նախապայմաններ կան։ Եվ մենք ասում ենք, որ այո, 4 տարի մենք Թուրքիայի հետ շատ հաջող բանակցություններ ունենք եւ դրանով տեղավորվում ենք Թուրքիայի ստեղծած վիրտուալ իրականության մեջ, որ Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղասեր պետություն է։ Միդեռ բոլորս գիտենք, որ առանց Թուրքիայի աջակցության ոչ 2020 թվականի պատերազմը կլիներ, ոչ էլ 2023 թվականի Արցախի ոչնչացումը։ Հետաբար ինձ թվում է, որ մենք պետք է զգույշ լինենք եւ ամբողջովին չտեղավորվենք Թուրքիա եւ Ադրբեջանի ստեղծած վիրտուալ իրականության մեջ։ Եթե մենք երկրի ներսում ներքաղաքական շահերից ելնելով ստեղծում ենք վիրտուալ իրականություն, ես ասացի, որ Միացյալ Նահանգների նախագահներն են իր համար վիրտուալ իրականություն ստեղծում։ Դա գուցե ընդունելի է, այդպիսին են 21-րդ դարի քաղաքակրթական
պահանջները, բայց գոնե մենք չտեղավորվենք Ադրբեջանի եւ Թուրքիայի ստեղծած վիրտուալ իրականության մեջ, որտեղ օրինակի համար նախագահ Տրամպը չի տեղավորվում, չէ՞, Մադուրոյի ստեղծած վիրտուալ իրականության մեջ, որտեղ Մադուրոն ասում է ոչ մի թմրամիջոցներ չկան եւ այլն եւ այլն, ոչ, Տրամպը ասում է, որ ես ամեն օր ինչ որ մի նավակ եմ ոչինչ հասնելու եւ գուցե Մադուրոյին էլ կսպանեմ։ Շնորհակալ եմ, բայց սպանության բանով, հա, բառապաշարով ավարտենք մեր զրույցը, պարոն Պողոսյան։ Եվ ուզենք, որ Մադուրոյին չեն սպանի։ Եվ գլոբալ նոր ճգնաժամ չեք տեսնի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել էինք Բենյամին Պողոսյանին։